Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, րոպեներ առաջ, մինչ լսում էինք տատիկ պապիկների խորհուրդները, դրանից առաջ մտովի տեղափոխվել էինք մեր մանկություն, հիշել էինք մեր մանկության հերոսներին, բայց իրականում պետք է նաև հիշենք այն մարդկանց, որոնք սովորեցրել են մեզ ամեն ինչ այս իրականության մասին, մասնավորապես ներկայացնել այն բոլոր հեքիաթները, որոնք հետագայում ուղեկցում են մեր ողջ կյանքի ընթացքում։ Խոսքը նախադպրոցական տարիքի մասին է, երբ շատ հաճախ երեխաները այցելում են մանկապարտեզներ, ձեռք են բերում ընկերներ, բայց արի ուտես, որ ժամանակի այս նոր թարմացումների հետ մեկտեղ նախադպրոցական երեխային ընդառաջ նաև կազմակերպվում են երրորդյա ուսուցչական համաժողովներ։ Այս դեպքում այդ համաժողովը 5 օրյա է, իսկ բոլոր մանրամասները կիմանանք հենց հիմա մեր հյուրից։ Այսօր մեր հյուրն է մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Նելի Խաչատրյանը, ում ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, դե կպատմեք, կասեք ինչպես ծնվեց, ինչպես ստեղծվեց այդ գաղափարը այսպիսի ասոցիացիա հիմնելու համար։ Ասոցիացիան շատ հետաքրքիր պայմաններում է ստեղծվել կովիդի համավարակի ժամանակ, երբ սկսվեցին պետության կողմից տարբեր աջակցության ծրագրեր տարբեր կազմակերպությունների, այսպես նկատեցինք, որ մասնավոր մանկապարտեզները, մասնավոր նախակրթարանները բոլոր տեսակի աջակցության ծրագրերից դուրս են մնացել եւ մի քանի տնօրեններով համախմբվելով կարողացանք հասնել նրան, որպեսզի մասնավոր մանկապարտեզները նույնպես ընդգրկվեն եւ այդտեղից արդեն միտք ծագեց, որ երբ մենք միասին ենք, համախմբված ենք, մենք հզոր ենք եւ կարողանում ենք բարձրաձայնել, լուծել խնդիրներ։ Խնդիրները միշտ բազմազան են եւ շատ են, բայց դրանց կողքին կան նաեւ շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից մեկը հենց ասոցիացիայի եւ ուսուցիչների ուսումնափորձարարական համայնքի կողմից հիմնադրված եւ արդեն 5-րդ տարին անցկացվող երրորդյա ուսուցչական համաժողովն է, որը որ մեծ հնարավորություն է տալիս դաստիարակներին, մանկավարժներին, ընդհանրապես նախադպրոցական ոլորտում աշխատող ցանկացած մասնագետի փորձի փոխանակություն կատարել, ձեռք բերել նոր գիտելիքներ, նորարարական գիտելիքներ եւ ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք դժվարանում են ընդհանրապես ստանալ իրենց ոլորտում։ Այսպես ծնվեց գաղափարը եւ արդեն 5-րդ տարին է անցկացնում ենք Երևանում, իսկ 2-րդ տարին ապակենտրոնացրել ենք եւ 3-րդ օրը անցկացնում ենք մարզերում։ Դեռևս ընտրել ենք Շիրակի մարզը, Գյումրիում ենք անցկացնում 3-րդ օրը, հաջորդ տարիներին արդեն կտեղափոխվենք նաեւ այլ մարզեր, կրթությունը տանելով մարզեր։ Գնալով համաժողովի օրերը երկարում էր, մյուս տարի կարող է 7 օր լինի, ոչ թե 5 օր։ Հնարավոր է։ Տեսնենք ինչպես կլինի։ Արդեն 5-րդ տարին է ինչ համաժողովը տեղի է ունենում, մեծ թիմ է բնականաբար աշխատում, խոսնակներ, ելույթներ, որոնք են այն թեմաները, որոնց կարծես անդադար անդրադառնում ենք եւ որոնք են այն թեմաները, որ նոր հայտնվում են այս տարվա համաժողովի շրջանակներում։ Շնորհակալություն հարցի համար, թեմաները շատ բազմազան են, թեմաները ընտրվում են երկու սկզբունքով, նախորդ տարիների մասնակիցների արձագանքի շնորհիվ եւ բնականաբար ներկայացված խոսնակների թեմաների շնորհիվ։ Բավականին բարդ գործընթաց է 70, համարյա 80 խոսնակների թեմաներից ընտրել այն թեմաները, որոնք եւ արդիական են եւ հիմնարար են երեխայի երջանիկ մանկությունը ապահովելու համար։ Շատ կենտրոնանում ենք եւ ներառական կրթությանը վերաբերվող թեմաների վրա եւ երեխաների սոցիալ-հուզական բարեկեցության վրա։ Սրանք կարծում եմ այն թեմաներն են, որոնք երբեք չեն հնանում եւ այս թեմաների շուրջ ստացած գիտելիքները երբևիցե քիչ չեն լինում։ Բայց բնականաբար չենք սահմանափակվում դրանով, մենք ինչպես կիրառել STEM-ը մանկապարտեզում, հա, ինչպես երեխաներին ադապտացնել մանկապարտեզում շատ բազմազան են թեմաները, աշխատել ենք ընտրել այնպիսին, որ ցանկացած մասնագետ, ով առնչություն ունի նախադպրոցական երեխայի հետ կարողանա գտնի իրեն հոգեհարազատ հետաքրքիր թեմա, քանի որ խոսնակները շատ են, մեր բոլոր սեսիաները 4 համաժամանակյա սեսիաներով են եւ յուրաքանչյուր խոսնակ պետք է ընտրի 4 համաժամանակյա սեսիայից 1 սեսիա, որը իրեն առավել հետաքրքիր է։ Մեզ համար բարդ էր ընտրել 30-ից ավել խոսնակների, իսկ մասնակիցների համար բարդ է ընտրելու այդ 30 խոսնակների ամենահետաքրքիր թեմաներ, որ տվյալ ժամին կարող են լսել։ Իդեպ ավելացնեմ,
որ արդեն երկրորդ տարին է միջազգային կարող եմ ասել միջազգային է դարձել համաժողովը, քանի որ հրավիրում ենք արտերկրից խոսնակներ։ Ունենք ուղիղ միացումներ եւ Ռուսաստանից եւ Ամերիկայից եւ ունենք հյուրեր, ովքեր ժամանել են Ռուսաստանից եւ մաստեր կլասեր են այստեղ անցկացնելու եւ շատ հետաքրքիր սեսիաներ են անցկացնելու Գյումրիում մեր մասնակիցների համար։ Իսկ խոսքը Հայաստանից դուրս բնակվող նույն Ռուսաստանի Դաշնությունում եւ Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցների մասին է, թե միջազգային փորձագետների, մարդկանց, ովքեր եւ Միացյալ Նահանգներում մեծ համբավ ունեն վաղ մանկության տարիքի երեխաների ոլորտում եւ Ռուսաստանում։ Սա իսկապես շատ կարևոր փորձառություն է մասնագետների համար եւ այս տարիների ընթացքում բնականաբար խոսնակների թիվը նշեցիք, որ ամեն հաջորդ տարի ել ավելի բարդ է դառնում ձեր աշխատանքը, արդյոք մասնակիցների թիվը եւս ավելանում է, նոր նախակրթարաններ են ընդգրկվում, նախադպրոցական այդպիսի հաստատություններ եւ ինչպես է այս բաշխումը տեղի ունենում։ Այո, առաջի տարիներին 100+ մասնակիցներ ենք ունենում, այս տարի ինչպես եւ նախատեսում ենք 250-ից ավել մասնակից արդեն ունենք գրանցված եւ կարծում եմ նույնիսկ այս մեկ օրվա ընթացքում մենք արդեն 300 մասնակից կունենանք, որը մեզ համար շատ մեծ պատասխանատվություն է, որովհետեւ մասնակիցների ուղիղ 50%-ը մարզերից են։ Սա խոսում է նրա մասին, որ նման համաժողովի կարիք իրոք կա, մարդիկ հետաքրքրված են եւ նրա մասին, որ հաջողվել է մեր նախագիծը, քանի որ յուրաքանչյուր նախորդ տարվա մասնակից իր հետ բերում է իր գոլեգաներին։ Մենք ունենք սահմանամերձ համայնքներից եւ մարզերից մասնակիցներ, ովքեր ամբողջ մանկապարտեզի կոլեկտիվներով են ավտոբուսով տեղափոխվում Երևան, այնուհետ մեզ հետ Գյումրի մասնակցում, վերապատրաստվում, մեր տոնին հաղորդ դառնում, չեմ դադարում հիանալ եւ ամեն անգամ նշել Սյունիքի եւ Տավուշի մարզի համայնքների մանկապարտեզներին, ովքեր ամբողջական այսպես համայնքով են մեր համաժողովին մասնակցում։ Դա մեզ համար իրոք շատ ուրախալի է։ Այնպես որ այս տարի արդեն 300 ունենք գրանցված մասնակիցներ։ Տիկին Խաչատյան, դուք ինչպես եք տեսնում նախադպրոցական կրթության զարգացման ծրագիրը գալիք տարիներին, այդ հեռանկարը ինչպես եք տեսնում, շատ հետաքրքիր է։ Պետություն բավականին մեծ քայլեր է ձեռնարկում նախադպրոցական կրթությունը ել ավելի կարևոր եւ ել ավելի հիմնարար դարձնելու, բայց բնականաբար համայնքի ռեսուրսը պետք է օգտագործել եւ համայնքի օգնությունը ցանկացած նախագիծ, ցանկացած նախաձեռնություն հաջողելու համար անհրաժեշտ է։ Ես կարծում եմ, որ բավականին լավ ճանապարհ ենք անցնում մասնավոր եւ համայնքային մանկապարտեզները միասին։ Իմ երազանքն է մոտակա տարիներին, գոնե 2030 թվականին, եթե ոչ 100%, ապա 90% երեխաների ներգրավվածություն ունենան նախադպրոցական կրթության մեջ։ Երկար տարիներ մի տեսակ նախադպրոցական կրթությունը ուշադրության կենտրոնից դուրս է մնացել, այդքան կարևորություն ու լրջություն չի տրվել։ Ես ինքս մասնագիտությամբ հոգեբան եւ մանկավարժ լինելով երկար տարիներ կրթության բոլոր օղակներում եւ բարձրագույն կրթական համակարգում աշխատելով վերադարձել եմ կրթության ակունքներ, հիմնել եմ նախակրթարան, որովհետեւ իմ աշխատանքի մեջ բոլոր օղակներում միշտ տեսել եմ այն բացը, որ երեխան եթե ունի նախադպրոցական տարիքում իր հետ կրում է ամբողջ կյանքի ընթացքում եւ ինձ համար շատ ուրախալի է, երբ ես տեսնում եմ, որ բավականին լուրջ քայլեր են ձեռնարկվում նախադպրոցական կրթությունը ել ավելի բարձր գնահատելու եւ կուզեմ այստեղ ավելացնել, որ մեր նախաձեռնություններից մեկը հենց նախադպրոցական կրթությունը գնահատելու, արժևորելու, նաև դաստիարակների աշխատանքը արժևորելու մեր համաժողովի այսպես հետաքրքիր բացահայտումները անցած տարի մենք բավականին խորը ու մեծ ուսումնասիրություն կատարեցինք եւ պարզեցինք, որ 1882 թվականի նոյեմբերի 15-ին Գայանե Հովհաննիսյանը Երևանում Աստաֆյան փողոցում Մակաշյան տանը, որը որ մեր ցումի շենքն է ճանաչված, բացեց առաջին հայկական հանրային մանկապարտեզը Ծաղկոցը, որը մոտ 2 տարի աշխատելուց հետո ցավոք սրտի փակվեց եւ
Այս խորհրդանշական օրն ենք ընտրել նաև համաժողովը անցկացնելու, որպեսզի յուրաքանչյուր տարի հիշենք, գնահատենք, արժևորենք վաղ մանկության կարևորությունը, երեխայի երջանիկ լինելու կարևորությունը եւ մեր մանկավարժների դերը այդ գործընթացում։ Այո, շատ կարևոր է։ Իսկապես շատ կարևոր է եւ անդադար կարելի ասել շնորհակալություն մանկավարժների, դաստիարակների կատարած աշխատանքի համար, բայց այս կրթության ընթացքում կարևոր է ոչ միայն մասնագետների եւ երեխաների կապը, այլ նաեւ ծնողների։ Ինչպես է կապվում այս աշխատանքը եւ արդյոք համաժողովի ընթացքում քննարկվում են թեմաներ ծնողավարման, նախադպրոցական շրջանում երեխաների այս թեմաները։ Այո, իհարկե։ Եվ նախորդ տարիներին եւ այս տարի ունենք խոսնակներ, ովքեր հենց վերհանում են ծնողավարման թեմաները, դրական ծնողավարման թեմաները եւ մանկապարտեզ ընտանիք կապը։ Գիտեք, եթե մենք առանցին աշխատենք եւ անջատ աշխատենք, այդ երամիասնությունը երեխա, մանկապարտեզ եւ ծնող անպայման պետքա լինի։ Հակառակ դեպքում ինչ որ մի բան կլինի խզված եւ մենք չենք ունենա այն հրաշալի արդյունքները, որոնք որ ցանկացած դաստիարակ կամ ցանկացած նախադպրոցական հաստատություն ցանկանում է տեսնել իր սանի զարգացման, աճի եւ կրթության մեջ։ Ծնողների հետ աշխատանքը եւ համագործակցությունը հիմնարար սկզբունքներից մեկն է մանկապարտեզում եւ իմիջիայլոց մեր նախադպրոցական կրթության օրենքում բոլոր ուսումնական պլաններում դրանք ամրագրված են մանկապարտեզները պետք է եւ աշխատում են բավականին արդյունավետ ծնողական համայնքների հետ որպեսզի ապահովեն երեխաների երջանիկ մանկությունը Մենք էլ նպաստում ենք համաժողովի թեմաներով։ Հուսանք, որ գնալով համաժողովի թեմաները կդառնան ել ավելի հետաքրքիր մասնակիցների թիվը կավելանա, կկրկնապատկվի հաջորդ տարիների ընթացքում եւ ավելի բարդ կլինի այս դեպքում ձեր աշխատանքը։ Իրականում այս տարի արդեն բարդ է խոսնակներին ընտրելը բարդ է տեղափոխություններ կազմակերպելը բարդ է, բայց նվիրյալ աշխատանք է։ Այսօր ձեր թեմա, ձեր եթերում ես անդադ լսում եի բարության մասին։ Սա մեր ասոցիացիայի այսպես մի փոքրիկ մասնիկն է մեր հանրության եւ մեր երկրի կառուցման եւ ինչու՞ չէ նաեւ բարի գործերին եւս մեկ մասնիկ ավելացնելու, քանի որ այս աշխատանքը իրենից հենց դաստիարակի աշխատանքը առաջի հերթին բացի մասնագիտական պատրաստվածությունից եւ մարդկային բարձր արժեքներից առաջի հերթին հենց բարություն է իրանից նախատեսում։ Մենք վստահ ենք, որ ձեր կատարած բարի ու կարևոր գործը իր դրական պտուղները անպայման կտա։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ անչափ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ ամփոփեցինք բարությամբ կրկին մեր զրույցը եւ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։ Լսենք երաժշտություն եւ կանք։